Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, իմ հարազատներ, այսօր ուզում եմ ձեզ պատմեմ, թե այս վերջի օրերս ինչ կատարվեց ինձ հետ, ինձ թվում է շատ հետաքրքիր հաղորդում լինելու և շատ մարդիկ շատ հարցերի պատասխաններ կստանան, թե ինչպես եղավ, ինչու եղավ, մի խոսքով սկսեմ, շատ չէ, երկարացնեմ։ Հունվարի 4-ն էր, որոշեցի գնամ ջիմ, ուզեցի գնամ սկսեմ պարապել մի քիչ, հետո արդեն քանի ամիս է պարապում էի, մտածում էի, որ շատ հավանական է այս երակներս փակ է, շնչառությունս լավ չի, մի քիչ ասի պարապեմ դիխանից բացվի, ու սկսեցի անխնա պարապել։ Եվ երբ որ պարապում էի, շատ քրտնեցի, ահա որ քրտնում եմ ընդհանրապես պարապելուց։ Մի 22 րոպե լավ պարապեցի, վազեցի և գնացի սկսեցի ստրեչ անել, ոտքիս երակները ձգել, որ արդեն դրանից հետո ծանր գործիքների վրա պարապեմ, ու էլ չեմ հիշում, այդ ստրեչ անելու տեղից էլ չեմ հիշում։ Ու ինչա կատարվում ինձ հետ։ Արթնացա այն ժամանակ, որ ինձ արթնացրին շտապօգնությունն էր մոտս։ Մի կին իր աղջիկը այդտեղ ալում հենց տեսնում է, որ ժողովուրդը հավաքվել են վրաս, անմիջապես գնում է, մորը կանչում է, որ կողքի սենյակում ականջակալները դրած պարապում է, որ չխանգարեն, ասում է շուտ արի հասի։ Այս կինը գալիս է ու սկսում է ինձ CPR անել, որ սխվում է դոշից, մոտ 5 րոպե CPR անում և հետ է բերում, հետո նորից կորցնում է, տեսնա չէ, չի ստացվում, մի անգամից կանչում, ասում է բերեք այդ էլեկտրոշաքերը, դե ջիմերում անպայման պետք է էլեկտրոշակ ունենան ստեղ, այդ ընթացքում արդեն շտապօգնությունը հասել էր, իմիջիայլոց շտապօգնությունը հետաքրքիր է, շոշի այս կողմը մեր ջիմն է, շոշի այն կողմը շտապօգնությունն է, որ եթե վազելով գային, մի րոպեում կհասնեն։ Մի խոսքով այս կինը սկսում է այդ էլեկտրոշաքով հետ բերել ինձ, որ ստացվում է արդեն ու հետ եմ գալիս։ Եվ երբ որ շտապօգնությունը տեսնում է, թե ինչ պրոֆեսիոնալ է այս կինը գործում, չի թողում, որ ոչ մեկ խառնվի։ Ասում է թողեք ինքը գիտի ինչ անում։ Հավանական է իրան ճանաչում են։ Ուրեմն, որ երբ որ զարթնեցի, ասին շուտ քեզ հիմա հիվանդանոց պետք է տանենք, ասի չէ, I'm okay, ասի չեմ գալի, տուն եմ եթեմ, ասաց չէ, հենց հիմա հիվանդանոց ենք գնում, ասի չէ, ինքը ստիպում է ես համառություն եմ անում, արդեն ձենս բարձրացրի, որ ձենս բարձրացի, ասի տուն եմ եթեմ, ոչ մի տեղ չեմ գալի հետներդ, ձեռքերս բռներեցին, մեկը այս ձեռքիցս, մեկը այս ձեռքիցս, ոնց որ սենց ստիպողաբար բարգացրին ստրեչի վրա, ասում է հասկանում ես, դու արդեն չկայիր, դու գնացել էիր, քո սիրտը կանգնել էր, ասի լավ, տենց է, տեղեր կա արդեն, էլ քո կամքդ պետք է ոչնչություն համարես, ու պետք է հնազանդվես, տարան բանից դուրս եկավ, պարզվեց, որ այս կինը հենց այդ հիվանդանոցի, որ Սակրամենտոյի ամենաառաջատար հիվանդանոցներից մեկը Սանոն Մրսի հոսպիտալի, վերակենդանացման բաժնի ICU-ի քույրերի այդ նրսերի մեծն է։ Հետաքրքիր է, ուրիշ լավ տարբերակ, ուրիշ սցենար, սրա նման ընտիր սցենար չեր լինի, որովհետև մտածում եմ ասում, եթե ես խոսքի օրինակ փուլի մեջ ելնեի ու այդ բանը կատարվեր,
կամ մի ուրիշ վայրում, կամ ավտոյի մեջ, կամ տունը, մինչև շտապօգնությունը գար հասներ, արդեն մի 7-8 րոպե անցած կլներ, ուղեղս էլ սնուցում չէր ստանա, ուղեղս աշխատանքը լրիվ ուրիշ կլներ, կամ էլ չէր լինի, կամ էլ ընդհանրապես չէին հետ բերի։ Մի խոսքով Աստված փրկեց նորից կյանք տվեց Փառք Հիսուսին եւ անմիջապես հայտնաբերեցին մոտս, որ ինֆարկտ է, պարզվեց, որ իրոք երակս փակ է եղել, ոչ թե երակ է, այլ 4 հատ երակ, որից այդ գլխավոր երակը, որ 100% էր փակ, հենց այդտեղ էլ ինֆարկտը խփել է, ու հենց այդ է տարել ինձ։ Դրա համար եմ այս հաղորդման վերնագիրը դնում մահից կյանք։ Եթե ամսի 4-ն էր, եւ երբ որ նկարեցին, տեսան, որ երակով մտան, տեսան, որ խցանված է ահագին, բացատրեցին, թե ոնց պետք է անեն օպերացիան, հարցրեցի բժշկին, ասի, դու Աստծուն հավատում ես? Հա, ասաց, հավատում եմ։ Ասի, ով է քո Աստվածը։ Դե սկսեց կմկմալ, ասի, ես էլ եմ Աստծուն հավատում, բայց իմ Աստծու անունը Հիսուս Քրիստոս է։ Դե ասի, տար, ինչ որ պիտի անես, տար, արա։ Խոսքով պատրաստեցին եւ ամսի 6-ին open heart surgery արեցին, բացեցին դոշս եւ պրոցեսը այսպես է, սիրտը կանգնացնում են, մեքենան աշխատում, մինչև որ սիրտը վերանորոգեն, այդ բայփասները անեն։ Ուրեմն այդ ընթացքում, որ ամսի 4-ին, որ ես անգա ու գնացի, ոչ մի բան չեմ հիշում։ Նրանք հիշում են, որ արթնացրին ինձ։ Հիմա ամսի 6-ին, ուրեմն առավոտյան, երբ որ ինձ օպերացիա արեցին, քնեցի, սկի չիմացա, թե ոնց քնեցի, բայց ասեմ ձեզ, որ տեղում չէի, թափառում էի, էլ ուր ասեմ, ես էլ չեմ հիշում, թե ուր էի թափառում, երկար թափառելուց հետո եկավ այդ շատ մութ խավար տեղ էի, pitch black, որ մատը կողեն աշկտ հանեն, չես զգա, չես իմանա։ Ու մեկ է գոռում է, շնչի, ուզում եմ շնչեմ, բայց ոնց որ կռանթը դրած փագած ելնեն։ Ասի, գոնե Հիսուսի անունը կանչեմ, բայց չեմ կարում կանչեմ։ Ասի, չեմ կարում, մատկով կկանչեմ։ Ու մատկիս մեջ գոռացի, Հիսուս օգնի։ Ու անմիջապես բացվեց շնչառությունս, մեկ է գոռացին, ասին շնչում է արդեն։ Ու հետ եկա։ Բայց այդ օպերացիայի այդ մոմենտը այնքան այդ թափառելը, այդ մղձավանջը այնքան ցավոտ էր, ես էլ չեմ իմանում, թե ինչի համար, շատ ցավոտ էր այդ մոմենտը, բայց այդ խավարը, որ տեսա, այդ ահավոր խավարը, հիշեցի Howard Pittman-ին, Howard Pittman, կարակ յութում գտնեք իրան, ինքը մի քանի ժամը մահացած եղել, ու ասում է, երբ որ այդ խավարը տեսա, ու այդ խավարից հետո ասում է, Տերենձի տարավ, հրեշտակը տարավ, ասում է երկինք, ու ինքը այնտեղ Աստծուն խնդրում է, որ ինձ հետ ուղարկի, ու հետ է գալի ինքը, մի 2 ժամից ավել մահացած է լինում, իր պատմությունը լսեք, շատ հետաքրքիր է, այդ խավարը, այդ pitch black-ը ես տեսա, շատ ցավոտ էր էդի, որ չէի կարում շնչեի, բայց մի հատ խոսք ես ասում, Հիսուս օգնի, էլ ուրիշ անուն չկա, երկնքի մեջ, երկրի վրա, էլ ոչ մի տեղ
ավելի զորավոր անուն չկա, քան թե Հիսուս Քրիստոս անունը, որովհետև ինքն է ստեղծել ամեն բան, ու ինքն է, որ է եւ որ պիտի գա, ինքն է կյանք տվողը եւ ինքն է մահ տվողը, ամեն բան իր անունի փառքի համար է լինում, ու այսպես օպերացիայից հետո բերեցին ICU, սկսեց իմ պայքարը կյանքի ու մահվան մեջ, գալիս է մոմենտ, արդեն շունչս կդրվում է, արդեն զգում եմ, որ I'm losing it, կորցնում եմ, ուզում եմ եթամ, ու հիշում եմ, թե ինչ պետք է անեմ, ու սկսում եմ պատերազմել, պատերազմում եմ փառաբանությունով ու շնչելով, խորը շնչում եմ ու արտաշնչում եմ, խորը շնչում եմ, արտաշնչում եմ, խորը շնչում եմ, արտաշնչում եմ և այսպես շարունակ հետ եմ գալիս, այդ ընթացքում փառաբանելով, մենակ փառք տալով, որովհետև այսքանի ամիս է լսում եմ Քենեթ Հեգենին, որ գնում էի պարապելու, դնում էի ականջներս, դե չեմ սիրում ժամանակը փչացնել, ոնց որ ժամանակի վատնում լինի, իսկ այդ ժամանակը ամենաթանկարժեք բանն է։ Ու լսում եմ Քենեթ Հեգենին, բացատրում էր, ասում է, աղոթքը դա դուռը թակելն է։ Հիմա դուռը թակիր, պետք է սպասես այդ դուռը բացվի, չէ՞։ Ոնց անես, որ բացվի։ Սկսի փառաբանել, ու բացվի այդ դուռը։ Հիմա ես փառաբանում եմ իրան, այնքան եմ աղոթել, արդեն այնքանին իմ համար աղոթել, հիմա այդ դուռը պետք է բացվի։ Փառաբանում եմ, որ շատ էլ փառաբանում եմ, այս քիմքս արդեն բան ալնում, չորանում է, խնդրում եմ սառույց տվեք, ու շնչում եմ նորից, շնչում եմ, արտաշնչում, ու այդ շնչել, արտաշնչելը ինձ հետ էր բերում։ Մեկ էլ մի քիչ հետո նորից քունս տանում եմ, նորից զգում եմ, որ արդեն խեղդվում եմ, էլ գնում եմ նորից պայքարում եմ, պատերազմում եմ, չեմ հանձնվում, սկսում եմ փառաբանել Հիսուսին, Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն և այդպես ձգում եմ, ժամանակս եմ անցկացնում, մինչև այդ կրիտիկական մոմենտից դուրս գամ, ու փառք Աստծո դուրս եկա, և ինչ հասկացա, Սուրբ Հոգին ինչ հասկացրեց ինձ, ուրեմն ասեց դու ինքդ քեզ սպանեցիր քո խոսքով, ու մի տեսաբերում, թե ինչ էի խոսում այս քանի ամիսներ, որ սենց ճգնաժամ պարապում եմ, ուզում եմ ես դոշիս ես շնչառությունը շտկեմ, ու դիխան ես բացեմ մի խոսքով ասած, գալիս էի տուն ասում էի, man, I killed myself today, ես այսօր նենց ինձի սպանեցի, նենց եմ պարապեն, նենց եմ սպանե, ես ինձի սպանում եմ ու կրկնում եմ այդ խոսքը, խոսում եմ, էլ չեմ ասում, որ խոսքը զորություն ունի, շատ վտանգավոր է սխալ բան խոսել, փոխանակ ասեմ, կյանքիս օրերն եմ երկարացնում, և ասում այնքան ասիր սպանում եմ ինձի, մինչև ինքդ քեզ սպանեցիր, բայց ասում ես քեզ հետ բերեցի, ես հիմա մոտիկ բարեկամս սա պետք է դնեմ սաղմեմ, որ հազալոշ չցավա, ուրեմն, մեկ էլ հիշացրեց ասում հիշում ես քանի օրը, որ Քենեթ Հեգենին լսում էիր, ինչ էր ասում էր խոստովանվեք, այսինքն բերանովը դավանի, էդի խոստովանությունը կոչվում, որ ասում են խոստովանվեք, մի գնացեք, մեղքերը խոստովանվի, կամ ես ինչ չէ, խոստովանվել, այսինքն բերանովը խոսում ես, դավանում ես, որ էդի իրականություն է դառնում, որտև Աստված մեզ իր պատկերով ու բնությունով ստեղծեց, երբ որ ինքը ասեց խավարից լույս լինի, լույս եղավ,
եւ ինքը խոսքով այս աշխարհները ստեղծեց։ Ու մեզ էլ տվել է այդ իշխանությունը, որ խոսքով ստեղծենք մեր ապագան, մեր կյանքը։ Ասում էր, կրկնեք այս խոսքերը, որ ես պիտի լինեմ ճիշտ տեղը, ճիշտ ժամանակին, ճիշտ միջավայրում, ճիշտ մարդկանց հետ։ Ասում էր, այդ խոսքը անընդհատ կրկնեք, որտեղ դա շատ կարևոր է։ Թե դու չես ուզում սխալ տեղը լինես սխալ ժամանակին։ Նեգատիվ պետք է չմտածես ու չխոսես, չդավանես քո վրա։ Հիմա ասում եմ դու սկսեցիր այդ խոստումները վերցնել եւ դավանել։ Ու միշտ ասում եի Հիսուսի վերքերով ես բժշկված եմ։ Դու իմ ցավերը կրեցիր, որ ես ցավ չկրեմ։ Դու ես արեցիր, որ ես ես չանեմ։ Դու են արեցիր, որ ես են չանեմ։ Դու իմ տեղակ մեղք դարար մեղքերս վերցրեցիր, անեծքը քո վրա վերցրեցիր ու ինձ ազատեցիր։ Հիսուսի վերքերով ես բժշկված եմ։ Պետք է ճիշտ ժամանակին լինեմ, ճիշտ միջավայրում։ Մի խոսքով ասում եմ, տեսար դու եղար ճիշտ ժամանակին, ճիշտ միջավայրում ու ճիշտ մարդկանց մոտ, որ րոպե չկորցրեցին եկան եւ ինձի CPR-ին լետի օգնեց մի թեթև, բայց հետո որ նորից մահացը հետ գնացի, էլեկտրոշոկով հետ վերեցին։ Շատ կարևոր է բժշկին ասում ենք, ախ դու ինձի փրկիր, չէ, ասում է, ես քեզ չեմ փրկե։ Այն CPR-ը անող այդ կինն է քեզ փրկե։ Այսինքն, սենց ասենք, Աստված Տեր Հիսուս Քրիստոս ինձ փրկեց այդ կնոջ ձեռով, այդ բժիշկների ձեռով, Փառք Հիսուսին։ Ես շնորհակալ եմ, որ Աստված նորից կյանք տվեց։ Մի ժամանակ առաջ կյանքից արդեն շատ էի զզվացել։ Դե ամեն ինչ ունեմ, Փառք Աստծո, ես կայացած մարդ եմ։ Ասում եմ, եթե մի բան էլ լինի, օքեյ, ես գիտեմ ուր եմ եթում։ Շատ ժամանակ գալիս էի տուն, սկի չէի ուզում վիդեո թողեի, հոգնած ու շատ էի հոգնում ես վերջերս գործից գալիս էի, ինձ գցում էի տեղերը, ասում էի մի քիչ քնեմ հանգստանամ։ Հետո դրա համար մտածում էի, ասում էի, կարող է իմ սրտի երակները փագա, որովհետև իմ հերս 59 տարեկանում նույն օպերացիան տարավ, ես 60-ում, իմ տատիկս տարավ նույն օպերացիան, հորս մերը, իմ մորս նորից սրտի օպերացիա արեցին, երակները չէ, կլապանները փոխեցին։ Մի խոսքով իմ ազգի մեջ սենց շարունակում հորողբորս 3 շաբաթ առաջ էլ իմ քազնիս արին օպերացիա, հենց լսեցի թե չէ, գնացի, տեսա։ Ուրեմն ամսի 6-ին ինքն է գնում follow-up appointment-ի, բժշկի, այդ նույն բժշկին որ օպերացիա արե, այդ բժիշկը ասում է, հենց այսօր առավոտը մի հատ էլի հայ եմ օպերացիա արե, ասում անունն ինչ էր, չէ, ասում չեմ կարող ասեմ անունը, դե իրավունք չունեն ասելու։ Գալիս է տուն նոր, իմանում է, որ ինձ են օպերացիա, ասում է եթե հանգարց անունդ ասել էլ, ասում է շշում է զարմանայի, ոնց թե, Իրան, որովհետև ստեղ սա ինձ ճանաչում են որպես լավ պարապած, լավ մարզված, էլ են ֆիտ։ Սա զարմացած են, ասում են նախր Իրան ոնց, հնարավոր չի Իրան։ Բայց անհնարին, հնարավոր, այդպես բաներ մի նայեք։ Դու չգիտես, թե վերջիդ ժամը, րոպեդ եփա, վերջի շունչես անգամ եփես քաշելու, ես չգիտեի։ Գնացի ստրեչ անելու ու էլ բան չեմ հիշում։ Ամեն ժամանակ պետք է պատրաստ լինես։ Ամեն րոպե։ Եվ երկինք մտնում են նրանք, ում մեղքերը որ ներված է։ Ու ներումը մի ձևի է Հիսուս Քրիստոսին ընդունել քեզի Տեր ու Փրկիչ եւ խնդրել իրան, որ ինքը քեզ ների, որովհետեւ ինքն է արյուն թափել քո համար եւ ինքը մենակ կարա քեզ ների եւ քեզի մեղքերից
թողություն տա։ Եվ այսպես հիմա վերականգնվում եմ, երբ որ հիվանդանոցից դուրս էի գրվում, գալիս էին խոսում էին հետս բժիշկները, բաները, վերջում եկավ մի հատ հսկա, այդ բժիշկ, նայում ես ասում ես, հա, էսի հսկա է, ասի, ես iPad-ն էլ ձեռքներ եկել էր ինվորմացիա գրեր, մեն ասի, եթե սրա անունը դնելու լինի, ինչ կդնեմ սրա անունը հրեշտակներից, ասի անունը կդնեմ Գաբրիել, սիրուն մարդ էր, սկսեց խոսացնել, խոսում եմ, զգում եմ, որ հուզվում լացի, պատմեցի հեն ինչով որ անցել եմ, ոնց եղավ, գնում եմ մի հատ ուրիշ մեկին ուղարկում, որ ասում է գնա անպայման լսի, խոսում բաներ կա, որ ասում դու պետք է իմանաս, եկավ երևի 15-20 րոպե, խոսացի ես երեխուն, մի հատ երեխա աղջիկ էր, ուկրաինացի, ես ասում եմ, ես խոսում եմ ես երեխան լացում է, մի խոսքով, Տեր ինձ նոր կյանք տվեց, այն ժամանակվա կյանքը, ոնց որ ասած լոն էր տվել ինձի, պարտքով, բայց եսի արդեն էլ լոն չի, եսի իրանն է, էլ իմս չի, ու ինքը, ես վերջերս ինձի հասկացնում էր, ասում էր, ես քեզ այսքան բան եմ սովորացրել, ծուլություն ես անում, չես խոսում, ես էլ որ գալիս էի գործից հոգնած, ուզում էի հանգստանալ էլ, տենց հավես չէր ելնում, հետո սկսեցի մարզվել, այդ էլ տենց վերջացավ, ոնց որ Սուրբակին ինձի հանդիման էր, մարդիկ էին զանգում տեղերից, տեսել էին իմ վիդեոները, զանգում էին ասում էին ինչ կլինի, խոսա, ինչ կլինի խոսա, հետո հետաքրքիրն էր, երբ որ այս բժիշկը բացատրեց ինձ, թե ինչ ձևի օպերացիան անելու, ստեղ ընդունված են ընդհանրապես ոտքի երակն են օգտագործում, բայց ինքը բացատրեց, ասեց չէ, ասեց ոտքի երակը, հա, կարանք էդ էլ օգտագործենք, ասի, իսկ կարաս այդ բանից տնես, ինչ մտնում են ստենդավորում են, ասեց, հա, կարամ, բայց ասեց, էդի հարցի լուծում չի ու էդի ճիշտ չի, դու ջայլ տղա ես, արի ճիշտ անենք, լիքը կյանք ունես, ասի լավ, արա ինչ ուզում ես, սկսեց բացատրել, թե ոնց անելու, որ ասեց օգտագործելու ենք ձեռքիդ երակը, ձեռքից պետք է անեն, հեսա, ու օգտագործելու ենք դոշիտ երակը, ասեց ստեղ դոշիտ սրտի մոտով ասեց երակը իշնում, որ շատ ուժեղ լավ երակը էդի, այդ երակը ասեց կկտրենք և բայփաս կանենք, այդ մոստը կգցենք և կսնուցանենք այն տեղերը, որտեղ որ բլոկ է եղել և մնացած էլի կարևոր տեղերը կօգտագործենք ձեռքիդ երակը, որը ավելի ուժեղ է, քան թե ոտի երակը, որտեղ ասեց ոտի երակը 10-ից 15 տարի է գնում, իսկ ձեռքի երակը ծմա, իշքան որ կյանք ունես, հիշեցի, մենք մի հատ լավ բժիշկ ունենք, իմ կողմից շատ հարգված Վահե Գասպարյանը, բացատրում էր ինտերվյու էր տվել, տալիս, ու պատմում էր, ասում էր, Ամերիկայի ոտքի երակն են օգտագործում, բայց ասում է, սա իմ աշխատանքն է, սա իմ գյուտն է, ինքը երևի դրա վրա է դիսերտացիան պաշտպանել, որ օգտագործում ենք այդ երակները, ուրախացա, ասեցի, մեր Վահեի գյուտը պետք է օգտագործել որ ես, շատ
Շատ հուզիչ է մոմենտը, որ քո հայի գյուտն են վրետ օգտագործում։ Փառք Հիսուսին, փառք մեր Աստծուն, որ սենց ազգի ընտիր զավակներ ա տվել մեր ազգին։ Եվ կրկնում է ես խոսքը, պտի չմեռնեմ, պտի ապրեմ, որ Տիրոջ փառքը պտի պատմեմ։ Պտի չմեռնեմ, պտի ապրեմ, որ Տիրոջ փառքը պատմեմ։ Հետո ինչ մեռնեմ։ Հələ այնքան բան պտի տենամ, հələ քպայի այդ քեմալական այդ պոռնիկների կործանումը պտի տենամ, իրանց պարտությունը, քպայի, դրանց պարտությունը պտի տենամ, դրանց արմատախիլ լինելը պիտի տենամ, Իրանի ազատագրումը պիտի տենամ, շատ կցանկանայի Ռուսաստանի վերանալը տեսնեի, թե ոնց է քարտեզ երևի վրայից վերանում Ռուսաստան բառը, մեր ազգի ոխերիմ թշնամին, ու ամել այդ ժողովուրդները կազատագրվեին, ներսի հենց ռուս ժողովուրդները։ Բարիք թող այս երկրի վրա, ու թե բոլորս տեսնենք։ Բայց հիմա ամենակարևորը, հիմա կսկսեն կասեն, ինչև ստեղ լավ էր, չենք կարա լսենք քաղաքականացրեց, մեկը գրել էր ասма, հենց քաղաքականացրեցիր, անջատեցի։ Ես քաղաքացի եմ, երկրի քաղաքացին եմ, ես չեմ կարա չխոսամ։ Ու ես երկրի քաղաքացիները հավատում են Տեր Հիսուս Քրիստոսին և խոսում են, պատերազմում են, պայքարում են, որտեղ պայքարը չարի և բարի միջև է, որ մենք պետք է տանենք այդ պայքարը։ Եվ Հիսուս Քրիստոսն ասում է, երկրի իշխանները ինձանով են, թագավորները ինձանով են թագավորում։ Այդ իշխանները, որ օրենքներ են գրում, ում համար են անում։ Ով է դրանց կառավարիչը, Հիսուս Քրիստոս, որտեղ երկնքի ու երկրի վրա միակ տերերի տերը, թագավորների թագավորը Հիսուս Քրիստոսն է։ Եթե հիմա երկրի վրա ինքը թագավորները հանում դնում, ում ձեռով պետք է հանի դնի։ Մեր մահկանացուներից ձեռքով։ Եվ եթե մենք չխառնվենք իր գործին, չար մարդիկ խառնվելու են եւ չար մարդկանց են բերելու դնեն ու երկրի վիճակները վատանալու է, բայց երբ որ հավատացյալն է խառնվում գործին, բարի մարդկանց են ընտրում, լավ մարդկանց են ընտրում, եւ այն երկիրը, որ ուժեղ, զորավոր, իմաստուն կառավարիչ ունի, այդ երկիրը ուժեղ է, եւ ով է այդ երկրի կառավարիչին դնում, Աստված։ Ոնց է դնում, քո միջոցով։ Ում ես ուզում, ինչ ես ուզում, ինչի ես արժան, էդ էլ տալիս է քեզի։ Եվ եթե այսօր չեք տեսնում, որ մեր երկրի այդ քպեի հետևով է կայնած, որ պարզերևում է, որ ցեղասպանություն կատարած երկիրն է դրա հետևը կանգնած եւ ինքը իրան ռեկլամ անում, որ ինքը դրան ուզում է որ էդի վերընտրվի, ու դուք պետք է գնաք ու դրան վերընտրեք, ուրեմն նշանակում է դու թուրքին ես ընտրում։ Ու այքուց ինչ էլ որ կատարվի հետդ, եթե հանգարց ինքը ընտրվավ, ուրեմն դու ես արել, դու ես դրան արժան։ Հիմա տեսեք ես մի կողմն էլ։ Մարդիկ բաժան են եւ լավ բաներ են խոսում ազգայնականները, բայց իրար հետ չեն միաբանվում եւ իրանց չմիաբանվելով ձայները փոշիացնում են, նշանակում է իրանց այդ քայլով իրանք նորից ընտրելու են այդ պատուհասին, ասում են իրանք իրանց քայլով, այդ պատուհասին են ընտրելու եւ երկիրը ու ձեր երեխեքը պետք է դուժվի։ Միաբանվեք
Ժողովուրդ, միաբանվեք, մենք ճամփա ունենք անցնելու, շատ կուզենայի, սես թափեի սաղ, ծախեի ծախցխեի հելեգայի Հայաստան ապրեի, բայց տեսեք ինչ անեմ, մարդկանց տների տաքսաներն բարձացնում ու այդ փողերը ինչ ձևիա ծախսում, մի խոսքով դուք ավելի լավ գիտեք, թե ինչ է կատարվում այդ երկրում, դրա համար քանի որ վիճակը ցենց է, եթե ես, ոչ թե եթե, այլ գիտեմ, որ Աստված ես կյանք տվեց, ու էլի շարունակելու է, մի որոշ ժամանակ տեսնենք ինչքան կապրենք, ում նա պետք, եթե մի երկրում թուրքը պիտի իշխի, ու գնաս այդ երկրին տաքսատաս, մաքսը վճարես, որ այդ մաքսը վեկալի ու ինքը իր համար վայելի ու ժողովուրդը նորից աղքատ ու սոված մնա 35 տարվա մեջ մի հատ աղբի գործարան չուզեցին, սա չկարացան սարքեն փոխանակ զինտեխնիկայի զավոդներ սարքեն, արձան են սարքում Թեպետ այդ արձանի վրա այն օրը հետաքրքիր միտք եկավ, ասում եմ, բաներ կա, որ պետք է, որ կարելի է օգտագործել բարիի համար։ Ասում եմ, այդ արձանի այս թևերի ու սերի վրա կարելի է, օրինակ, հիմա սկսել են լազերային զենք օգտագործել, իսկ դուք գիտեք լազերային զենքը Ալիխանյան եղբայրներն են ստեղծել։ Ասում եմ, լազերային զենքը, որ դնեն ամեն ուսի վրա մի հատ, ամեն թևի վրա մի հատ, ես գլխի ես հետևի մասում էլ խոսքի օրինակ լակատերը դնեն, որ լակատերով բռնի այդ ռակետները, որ անգարց ուզենան խփեն Հայաստանին, այդ լազերով վառի։ Օրինակ ենա Իսրայելը ստեղծել է այդ լազերը արդեն, այն օրը գլուխ էին գավում, ասում էին, մի հատ ռակետը, որպեսզի մի հատ բալեստիկ հրթիռ խփենք, վրեկներս $1 միլիոն են ասնում, բայց լազերը ավելի արագ է լինում, մեր վրա համարյա նստում է $2-3 Իսկ մեր հայերը կարան էտի անեն, քանի լի չեք կանեցրեք, գոնե անում եք, այդ կռապաշտությունն անում եք, որը կռապաշտություն է, արձաններին պաշտելը կռապաշտություն է, եկեք ճիշտ խոսանք, բայց նենց արեք, որ ազգին ծառայի, հետո շատ ուրախացա, երբ որ լսեցի, այդ 4 գերիներին ազատ են արձակել մանավանդ Գևորգ Սուջյանին, ես այդ տղայի համար շատ եմ աղոթել, և մի խորհուրդ գտամ, մի հատ լավ լոյեր բռնի, այդ ճիվաղը մեկը Ադրբեջանին դատի չի տալի, դատն էլ հետ է ուզում բերի, այդ գործերը հետ քաշի, եթե հանգարց տենց արեց դրանք ու ինքը ընտրվավ, այդ մեր թշնամի պետությունը $153 միլիարդ դադի է տվել մեզի, մեր ժողովրդին, մեր ազգին, ու ինքը կհաղթի էտի և կմտնի հող կվեկալի, դրա համար շատ կարևոր է, որ այս ընտրությունների ժողովուրդ միաբանվեք, կոալիցիա կազմեք և անպայման հաղթեք, թե չէ ձեր արածը ոչ մի բանով չի տարբերվի այդ ճիվաղի արածից, որովհետև եթե դուք չմիաբանվեք, չմիաբանվելով պարտվեք, նշանակում է դուք դրա ջրաղացին ջուր լցրեցիք։ Ինչ էի ուզում ասեի մոռացա։ Մի խոսքով մեզի հարկավոր է, որ հաղթենք ու պետք է հաղթենք։ Հետո իմացեք, թե ում շուրջը հավաքվեք։ Լավ խոսում են, սաղնդիր խոսում են, բայց նայում ես, ոչ մեկ հարուստ չի դրանցից։ Այն ով էլ որ հարուստ է, գիտեք ում ի նկատի ունեմ, նրանք մեր ազգի շահերը չեն պաշտպանում։
ու չեն պաշտպանել, դրա համար այսօրն ենք ընկել նախկինները։ Իսկ ես այս նոր եկողները պետքա սրանց մեջից գտնեք մեկին, ով որ հարուստ է, հասկացեք, հերիքա մենք փորձենք, դե լավ է սրան էլ հլը փորձենք, նրան էլ փորձենք, ինչքան աղքատ մարդ կա գալիս է ուտում կշտանում, էլ ժողովրդի մասին չի մտածում։ Ես օրինակ շատ էի մտածում ու հավանում էի Վարոժան Ավետիսյանին։ Շատ լավ մարդ է, ու մինչև օրս էլ ես շատ եմ հավանում իրան, բայց եկեք դուզը խոսենք։ Ինքը աղքատ է, ինքը փող չունի տակը։ Այս փողը այս աշխարհի վրա շատ գործեր անում։ Եվ ձեզի պետք է մի ընենց մեկը, որ չկարանան այդ մարդուն առնեն։ Երբ որ մարդ աղքատ ալնում է, որ ծախվում է։ Հա լավ, հավատանք, որ չի ծախվելու, բա որ ծախվա, ոնց խափնվեցինք 18 թվին։ Դրա համար հիմա ես մտածում եմ նաև այն բանը, որ թե ինչ անուն ա դրել իր կուսակցության վրա Քոչարին հենց այդ միաբանող այդ մեր հզոր պարն է, որ մարտի գնալուց առաջ մեր զինվորները այդ պարը պարել են, գնացել են ու հաղթել են։ Եվ շատ մտածեցի, որ այս մարդը Արտակ Սարգսյանը նախ ինչ ճանապարհ անցել։ Այդ մարդը ուրդեից ուր է հասել։ Ու հիմա եկել է ուզում է իր անցած ճանապարհը, իր կյանքը դնի Հայաստանի համար։ Խնդրում եմ ժողովուրդ, միաբանվեք իր շուրջը։ Էլ մենք ճար չունենք։ Եթե այս պարտությունը կրվանք, այս ընտրությունները կրվանք, կգնա քաղաքացիական պատերազմ։ Ու դա մեզ ձեռ չի տալի։ Մենք գործ ունենք անելու։ Իսկ այդ գործը մի բան կստացվի, երբ որ միաբանվենք։ Հերիքա ամենք հետ ես պետք լինեմ։ Ինչի դու պետք լինես ու այնի չլինի։ Դե թոտ մեկը հլը Թրամփին ուզենա առնի։ Չի կարա։ Այդ մարդը չծախվող եւ այնպեսի հարուստ մարդ է, որ ուզում է ամբողջ աշխարհը տան իրան, ինքը չի ծախվի։ Իսկ այն քյասիբ դեմոկրատները գալիս էին, տակները փախած, մեկ է տենում ես հարստության մեջ մեռնում են, ժողովուրդը իրանց տված թաքսաները տալիս է, սրանք էլ առնում են ու ծախսում են իրանց վրա, իրանք են հարստանում, այդ ժողովուրդը մնում է դադարք տաշտակով։ Կներեք, շատ եմ երկարացնում ես իմ հաղորդումը քաղաքականություն խառնելով, բայց հավատացեք, պետք էր էսի։ Շատ կարևոր էր։ Շատ կարևոր է, որ իմանաք ինչ եք խոսում, որտեղ խոսքը զորություն ունի և կատարվելի է։ Հիսուսն ասեց. «Բերանովդ ինչ ասես, սրտովդ հավատաս, պիտի տրվի քեզի»։ Մարկոս 11:23 խոսք։ Եվ ինչ որ աղոթում ես, որ հավատաս, որ արդեն առել ես, ոչ թե նոր պետք է առնես, որ արդեն առել ես, պետք է տրվի։ Մենք աղոթում ենք, ասում ենք, դե հույսով եմ, էսի կլի։ Չէ, իզուր էր այդ աղոթքը։ Եթե հույսով ես, իզուր էր։ Որովհետև հույսը հավատքի մի փոքր բաղադրիչն է։ Այդ հույսը պետք է խառնես այդ հավատքին։ Առանց հույսի այդ հավատքը չի գործի։ Եվ առանց սիրո այդ հավատքը չի գործի։ Պետք է հուսանաս, սիրես ու հավատաս։ Նոր կգործի այդ հավատքը։ Հավատքը հուսացած բաների ապացույցն է։ Բաղադրիչն է այդ հավատքի։ Մի մտածեք, որ
Ո Տեր Աստված, եթե էսի քո կամքն է, թող սենց լինի։ Իզուր էր աղոթքդ։ Աստծո կամքը ձեր սուրբ լինելն է։ Աստծո կամքը, որ դու բժշկված լինես։ Հիմա հիվանդ ես, դու լսել ես, որ 2000 տարի առաջ քեզ ինքը արդեն բուժել է խաչի վրա։ Դու աղոթեցիր, թուրը թակեցիր, հիմա ասա, փառք ես Տեր Հիսուս, շնորհակալ եմ, ու սկսի փառաբանել իրան ու հավատա, որ արդեն բժշկված ես, քո բժշկությունը կատարվել է 2000 տարի առաջ։ Բայց ասում ես, ախր լավ չեմ, ոնց ասեմ։ Չես հավատում, դրամ էլ չես ասում, որ սկսես շատ ասել, կսկսի հավատք առաջանալ մեջդ։ Հիմա ես քեզի բան ասեմ, դու կհավատաս, թե ինքդ քեզ բան ասես կհավատաս։ Երբ որ սկսում ես ինքդ քեզ ասել, խոստովանվել, դավանել, խոստովանվում ես, որ Հիսուսի վերքերով բժշկված եմ, Հիսուսի վերքերով բժշկված եմ, եկե տեսնես, լավ եմ ախր։ Գալիս է մոմենտը, դե որ բժշկված եմ, ելքի եմ պարկե, ելում եմ ոտի։ Կանչում ես մեկին, ասում ես, ինչ կլի մի հատ ընձի, աղոթի յուղովոցի, հավատքով արված աղոթքը հիվանդին ոտի է կայնացնելու։ Երկու եղբայր եկան, պարկած էի, արդեն պալատ էին տարե, վերակենդանացմանից իմ ամենասիրած մարդկանցից եկավ, մտածում եմ իմ ասում, հետաքրքիր է յուղ բերել ա հետը, գոնե յուղ բերածել մի հատ աղոթի վերես յուղով։ Վերջը խոսացինք, պրծանք, լավ, փառք Հիսուսին, իր զավակների համար, հանեց յուղը ոցեց, աղոթեց վրես, հետի գիտես ինչ զորություն է, փառք Հիսուսին իր հավատարիմ զավակների համար։ Դե որպեսի շատ չձանձրացնեմ, հետո շատերն էլ ուզում են գան տեսնեն ինձ, մոտիկ մարդիկ, չեմ ուզում ոչ մեկին մերժեմ, բայց կխնդրեմ մի բան։ Թեպետ ես միշտ ասում, ես կյանքում չեմ հիվանդանում, չեմ հիվանդանալու, ինչ ասում էի, չի եթում բժշկի։ Վերջերս մերոնք շատ ստիպեցին, ասին գնա մի հատ գոնե ստուգվի։ Գնացի, ասեց, ես ուր էիր ասում, 12 թվից ես կոմ չկաս, չես եկել բժշկի, աստ չեմ հիվանդանում, գամ ինչ անեմ։ Բայց ասում, որ մի հատ ստուգվես գոնե, գնաս ինչ է կատարվում, այ։ Դե լավ ժողովուրդ ջան, չձանձրացնեմ ձեզի, Աստված ձեր հետ մնաք խաղաղությամբ, մնացեք հավատքի մեջ, սիրո մեջ եւ տեսեք, որ այս անգամ մենք պետք է հաղթենք մեր միաբանությունով։ Աստված ձեզ հետ ամեն։